Փաշինյանի եւ Արցախցի կնոջ միջև տեղ ունեցած միջադեպի մասին տեղյակ եք։ Հա, գիտեմ, տեսել եմ, լսել եմ, մեկնաբանություններում գրել եմ։ Ցավալի է, ամեն ինչը ցավալի է։ Մենք սովորական մականացուներս այդ ամեն ինչը տեսնելով հանդերձ ես ցավ կաբրում, չգիտեմ։ Ամոթ է խայտարակություններ ուղղակի դա։ Փոքր երեխայի ներկայությամբ մոր հետ տենց խոսելը ուղղակի մեծագույն խայտարակություն է։ Փաշինյանը իմ համար տղամարդկային որևիցե հատկություն չունի։ Անինքնասեր արժանապատվությունը կորցրած մարդ է ինքը։ Թույլ, ճղճիմ, եսիմ։ Շատ վատ բան ստացվեց, որ ինքը ճիշտ է, վիդեոն կար, ինքը միշտ այդպես նա խոսած, վերջում ինքը սա, որ ես այդպես բան չեմ խոսած է, բայց սա համացանցում, հա, ինչպես միշտ ինքը իր ասածին տես չի կանգնի։ Բայց երեկոյան նաև ասաց, որ պատրաստ է ներողություն խնդրել, բայց դա որից քանի ժամ առաջ ինքը ասաց, որ այդպես բան չի խոսած է вообще։ Ձեր կարծիքով արցախցիները փախել են։ Արցախցիները չեն։ Մեզանից յուրաքանչյուրը նման իրավիճակում։ Յուրաքանչյուրն այդ իրավիճակում չէր կարող այդտեղ մնալ։ Սա բոլորն է պետք է դուրս գային այդտեղից։ Իմաստ չկար այդտեղ մնալու, իրանք չեն փախել, ամեն ինչով իրանք պայքարեցին, բայց անիմաստ էր։ Մեր այդքան զինվորներին է պայքարեցին, բայց վերջում Արցախը ստորագրեց ինքը տվեց։ Սխալ կսեն։ Լավ, եթե նույն բանը եղներ ստեղ Գյումրիում թուրքը սահմանը անցներ ու մենք փախի պես փախնեինք, ինչ պետք է անեինք։ Ու մեզի ինչ պետք է քարկոձեին, պետք է ծեծեին։ Տահաճ երևույթ էր, հատկապես երեխայի ներկայությամբ պետք չէր վարչապետը այդպիսի բավարար ցույց տար երեխայի ներկայությամբ։ Պետք է իրեն մի քիչ որպես ղեկավար կոռեկտ պահեր։ Ճիշտ չէ։ Ամեն դեպքում իրան չի սազե։ Իրան չի սազե, ինքը երկրի վարչապետ է վերջը։ Մեզի պես ենք մայլի տեղա չէ։ Մայլեկի մեջ ինչ սես կերնան խոսան։ Այս մարդիկ իրան գլեսեն որ ինքը պետք է ժողովրդին օրինակ ծառայի, հետո ոբշեմ չգիտեմ ինչ սեմ։